Ողջույն բարեկամներ, շարունակում ենք մեր քարոզարշավը նոր-նորքի երկրորդ զանգվածում, խոսելու ենք քաղաքացիների հետ։ Բարև ձեզ։ Ձեզ փոխանցեմ վարչապետի ուղերձը, որ հունիսի 7-ին տեր կանգնեն խաղաղության հետ, առողջ եղեք։ Մեզ այսօր միացել են մեր գործընկերները, Տիկին Ղազարյան ազգային ժողովի պատգամավոր, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյան, ով նույնպես մեր տեխնացուներից է։ Տիկին Ավետյան, դուք առաջին օրն եք միանում, թե էլի եք եղել քարոզարշավի։ Երեք որ միացել եմ տարբեր տեղերում, Թում, երեք, Գացոտնի մարզում ենք եղել։ Հա, դուք էլ եք եղել։ Այո։ Ոնց է տպավորությունները։ Շատ լավ, շատ ներգրաված էին քաղաքացիները, հասարակության մեջ։ Ընդհանուր շատ պոզիտիվ դրամատուրգիայի մեջ էր։ Երեք եղանակներ, ոնց հասկանում եմ, շատ վատ։ Դրա համար ձեր ձայնը կտրված է։ Հա։ Որոշակիորեն մարդկանց պահեց տանը։ Հա, ես էլ եմ նկատում, որ ճիշտն ասած, տենց ավելի շատ դրական մթնոլորտի մեջ է անցնում, տենց փորձում ենք մենք էլ նենց անել, որ լարվածություն չլինի ընդհանրապես, ու մարդիկ գնան իրանց պարտքը քաղաքացիական կատարելու, ոչ թե քանի որ ինչ-որ տենց ապոկալիպսիսներ կամ այլ բաներ պետք է լինեն, այլ քանի որ կարևորում են, որ երկիրը զարգանա, խաղաղությունը կայուն լինի եւ հանկարծ հետընթաց չապրենք այն որոշակի ուժերի պատճառով, որոնք որ միշտ այդ ուղղությամբ են տարել երկիրը դեպի կործանում, դեպի քաոս, դեպի իրավունքի ստորադասում, տարբերությունները, ինչ որ մենք հիմա ունենք, օրենքի գերակայություն, խաղաղություն, տնտեսական զարգացում, ինչ տնտեսական մասով կարող եմ մի քանի բան ասեք, ինչ վիճակ ունենք հաշվի առնելով ձեր ոլորտը։ Մեր վերջին 5 տարիների ոչ միայն տնտեսական քաղաքականության, այլ նաև ընդհանուր կառավարության բազմավորորդ ռեֆորմների արդյունքում մենք կարողացել ենք վերջին 5 տարվա համար ապահովել տարեկան միջին 7% տնտեսական աճ, որը կարծում եմ որ շատ ցուցանիշ է, ու նաև կայուն կմնա հաստատ։ Ես եմ կարծում առավելևս սահմանների բացման կարող է բանով բակերով գնանք, ոնց ենք կարանք բակերով փորձենք։ Սենց թե պատմենք ամեն։ Մտնենք ավելի ճիշտ։ Լավ, օքեյ։ Բարև ձեզ։ Եվ խաղաղության հաստատման, սահմանների բացման համատեքստում ասում աճը լինելու է էլ ավելի կայուն եւ ավելի բարձր, որովհետեւ եթե նախկինում Բարև ձեզ։ Լավ եք։ Ներդրումներ անել որոշակի ռիսկեր հաշվարկելով հատկապես։ Հա, հիմա ավելի համարձակ եւ հավասարակշռված։ Մարդիկ եւ հավասարակշռված լինելու։ Ու ավելին, ինձ թվում է նոր ուղղություններ է բացվելու, որոնք որ մինչև այդ մենք չենք լոգիստիկ ուղղությունները, բարև ձեզ։ Մեր տնտեսությունը իրականում կոնֆլիկտով պայմանավորված իր կառուցվածքը ձևավորել է սահմանափակումների պայմաններում եւ երբ որ սահմանափակումները դառնում են հնարավորություններ, ինքը նաեւ վերելու է կառուցվածքային փոփոխություններ։ Հա, այսինքն սահմանափակումները վերանում են, սկսվում է հնարավորությունների դարաշրջանը։ Եվ առևտրի դաշտում ենք մենք տեսնելու դիվերսիֆիկացիա եւ աճ եւ ներդրումների կառուցվածքային փոփոխություններ, բայց կարծում եմ մի հատ մի քանի թիվ էլի արժի այստեղ հիշատակել այդպես։ Հարցս։ Վերջին 5 տարում մենք կարողացել ենք այդ մեկ շրջին հասնող մնան։ Իդեպ 25-ի համար ինչքան եղավ։ Ավելին ասեմ 9500։ Հա։ Մեր թիրախը նախընտրական ծրագրում, եթե չեմ սխալվում, եղել է 8500 դոլար։ Գերակատարել ենք։ Մենք գերակատարել ենք։
էլի ցուցանիշներ կան, որ Բարև ձեզ։ բարև ձեզ։ Ես ուզում եմ վարչապետի ուղերձը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Էսի շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հա, կիսատ մնաց։ Ոնց հիշել են ինչ դեր կա աշխատատեղերի աճը, որ մեր ընդդիմությունը այդքան խոսում է դրա մասին։ Մենք արդեն իսկ այդ Իհարկե 300,000 աշխատատեղ ստեղծել են եւ շարունակելու ենք ստեղծել։ արտադրողականությունը Աշխատանքի արտադրողականությունը։ կրկնապատկվել է երկու անգամով ավելացել է։ Հայկական արտադրանք, հայկական ցախոն արտադրանքի ծավալը 17։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Բարև ձեզ։ Հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Ծերնացին։ Ուզում եմ վարչապետի ուղերձը փոխանցել ու հիշեցնել, որ մեզնից է կախված, ձեզնից է կախված ամեն ինչ։ Ու պիտի տեր կանգնենք խաղաղությանը, որ գործերը միայն առաջ գնան։ Լավ եղեք, առողջ եղեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Մերսի։ Շատ են առևտուր անողները։ Ուզում եմ փոխանցել վարչապետի ուղերձը ու հիշեցնել, որ շատ կարևոր է, որ մեր գործերը բոլորի լավ լինի, խաղաղ պետք է լինենք։ Շնորհակալություն, ստեսություն։ Հա, այդ աշխատանքի արտադրողականության պահը շատ կարևոր է։ Իսկ թվում է այդ հնայի աճն էլ է, չէ՞, նաև դրանով պայմանավորված։ Բոլորը փոխկապակցված են իրականում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Հա։ Հա։ Հա, տիկին ավեցան, տենց կտրտվում ենք, բայց շարունակենք հեսա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Բայց ոնց որ վաճառողները չկան, հա, թե կան։ Բարև ձեզ։ Լավ է գործերը։ Չենք խանգարում։ Չէ, լավ է ամեն ինչ, լավ է ամեն ինչ։ Չէ, շնորհակալություն։ Ուզում եմ Ձեր համար մարդ խփի դանակով, հիմա ոչ մեկին պետք չի խփել։ Ուզում եմ վարչապետի ուղերձը փոխանցեմ։ Ինչ եք կարծում հունիսի 7-ի համար։ հիմա կոլաբն է հյուրասիրել Չէ, ծառը։ շնորհակալություն։ Բացի ծառը վերաբերմունքից ամեն ինչ ունենք ձեր համար։ Շնորհակալություն։ Ինչ կարծիք ունեք հունիսի 7-ին, ինչ պիտի անենք։ Իհարկե, միայն 16։ Ինչու։ Իհարկենք, որտեղ Բայց մեր Ես ճիշտը դա եմ գտնում։ դու համար քեզ ասել եմ, ճիշտը դա է, իմ կարծիքով, ես կարող մենակ այո, խաղաղություն։ Որտեղ տեղ պետք է կանգնենք խաղաղությանը, այո, մեր երեխաների, թոռների, մեծերի, բոլորի համար ու դրանից բխող ամեն ինչով։ Ձեր առևտրից սկսած, մնացած բոլոր ամեն ինչով վերջացած դրանից է բխում։ հյուրասիրենք, նա տատեք։ Բարձր տրամադրություն։ Վերջին միշտ կա։ Գնացինք։ Լավ եղեք։ Կհանդիպենք, շնորհակալություն։ Չենք մոռանում։ Բարև ձեզ։ Մեր տատիկին էլ տվեք, բան։ Ոնց եք։ Ես ուզում եմ ձեզ վարչապետի ուղերձը հանձնել, որպեսզի ամսի 7-ին գնաք։ Ինչ եք կարծում հունիսի 7-ի համար։ Ինքը կարևոր օր է, անկարևոր օր է։ Ինչու է կարևոր ըստ ձեզ։ Որովհետև պիտի հավերժ հաստատվի մեր խաղաղության մեր բարձր արժեքների։ Ու դրանում այդ ամեն ինչը կախված է մի մարդուց եւ այդ մեկ մարդը դուք եք։ Վստահեղեք ես։ Շնորհակալություն։ Լավ եղեք, առողջ եղեք։ Հարց կան դե։ Պետք չի վիդեո։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ոնց եք հայտնենք։ Լավ, դու ոնց ես։ Լավ է գործերը։ Սաղ լավ, դու ոնց եք։ Լավ, սանց էլի։ Շփվում ենք ժողովրդի հետ։ Լավ եք։ Կհանդիպենք։ Բարև ձեզ։ Հա, մենք իրար հետ ենք։
Ինչ ա եղել, որ բան չես ասել։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Համով մսեր եք վաճառում։ Այս հունիսի 7-ի համար հեչ ինչ եք մտածում։ Հունիսի 7-ի համար ինչ եք հեչ մտածում։ Կարևոր է, թե կարևոր չի։ Ինչի համար է կարևոր։ Շնորհակալ եմ շատ։ Գործերին հաջողություն չխանգարենք, հաճախորդներ։ Գիտեմ։ Արդիկ հասկանում են, էլի։ Արդիկ հասկանում են։ Բարև ձեզ։ Լավ եք։ Տվեք, էլի ժողովուրդ ջան, մոտեցեք տվեք, մենք չենք կարա կիսվենք 1000 մասի։ Գիտեմ, բայց եկեք մարդկանց հետ շփվենք, էլի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեր ձեռքը սեղմել։ Ոնց է առևտուրը։ Առևտուրը լավը։ Ամռանը այս մասը ուժեղ է ալնելու։ Բանտայինա, որ աշխատանք էլ 60-ից չեն անում։ Ով չի ընդուն, դուք քան տարեկան եք։ Ես 62։ Բաչը կաշկատում։ Հա դե ոչինչ, հիմա ժամանակավորն էլ է բան։ Մենք օրենքները փոխել ենք բոլոր, եւ մասնավորում եւ պետականում, ըստ վերջերս փոխեցինք, որ օրենքով որևէ սահմանափակում չկա։ Հա, դեմքի մի պահի, որևէ սահմանափակում չկա բանի, օրենքով։ Օրենքի, չէ։ Հենց հիմա զանգենք։ Ուրիշ բան եմ ասում եմ օրենքով չկա, բայց պարզա որ երբեմն գործատուները ուզում են ավելի երիտասարդ քաղաքացիների ընդունել գործի, կախված է մենք խրախուսում ենք, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ աշխատեն եւ ակտիվ մնան, որտեղ դա մենակ դե ստացվում է, աստիճանաբար ստացվում է։ Շատ քաղաքացիներ, 100,000-ավոր քաղաքացիներ ունենք 65-ից բարձր, որ աշխատում են։ Ու աստիճան, չէ։ Ես այդպես գործ չեմ ուզում, անեմ գնացել եմ դեռ աշխատեցի մասնագիտություն կոմունիստների թվին եմ, ագնիտաֆոն եմ հավաքել, մասնագիտության եմ։ Տեսեք, հիմա Ինչ եք աշխատել հիմնականում։ Ես շուկայի մեջ իմ օբյեկտն եմ ունեցել։ Այնա լավ մասնավոր գործ է կարա, էլի, պետք է անպայման։ Բայց դե հիմա փակիկ է շուկաներ։ Ոչ շուկան, ով է փակել։ Մասը շուկան։ Որ մարդ չի մտնում, ինքը Դե հիմա մոլերի վրա են հիմա սաղ տեղափոխվել, հա։ Մնացինք մենք անգործ։ Դե գործում եք, պետք է նենց անել, որ երկար լինի այդ գործը։ Իսկ հունիսի 7-ի լավ, իսկ Հարցը լուծվել է, այդ հարցը տեսեք ինդիվիդուալ հարց չի, ինչ որ մեկի համար։ Դա ընթացիկ հարց է, որը աստիճանաբար ակնհայտորեն լավանալու է, որտեղ լավ աշխատող բոլորն են ուզում։ Եթե մարդը կարող է աշխատել։ Չէ, դա հիմա ինձ ծնողներն էլ են մեծ ու ասենք հայրս աշխատում է 72 տարեկանում, մայրս էլ թորները մեծացել են, ուզում է աշխատի, հիմա գործ է փնտրում, հուսամ կգտնի, որ թիվա 59, այսինքն 67 տարեկան է, հա։ Բայց այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում ընտրությունների։ Չէ, օքեյ, բայց կյանքում չեմ ուզում։ ինչի։ Ես հենց այդ մասով եմ ուզում, կարևորությունը չեք տեսնում դրանում։ Ձևն է չգիտեմ, բայց Քվեաթերթի կա, վերցնում եք, գցում եք։ Խաղաղությունը կարևորում եք, թե չեք կարևոր։ Դե խաղաղությունը հաստատվել է, ու մենք կարծում ենք, որ այն պահպանելու համար պետք է ամեն մեկս մի փոքր ջան գործադրենք, առնվազն ընտրություններին մասնակցելով, ու ես առիթը օգտագործելով, ձեզ շատ չխանգարելով, ուզում եմ փոխանցել վարչապետի ուղերձը եւ մեր նախընտրական ծրագրի որոշ դրույթներ, որ դուք մտածեք ու ինքնուրույն որոշեք ոնց եք ուզում քվեարկել, բայց անպայման քվեարկեք։ Շնորհակալ եմ շատ, ստեսություն։ Բարև ձեզ։ Չէ, բոլորը չի որ խուսափում են, բայց նորմալ է, հա, հիմա իրանց անձնական տարածքն է, չեն ուզի, չեն լինի, բայց
ով չի ուզում, չենք նկարում էլի այդպես դեպքեր եղել, բայց նաև ուզում ենք, որ այս խոսակցությունները սովորական որ մենք իրականացնում ենք, ասենք ինչ-որ պայմանավորված չի, ոչ մի բան չի, ու լինում են նաև քաղաքացիներ, որ մեզ հանդիմանում են, մենք էլի համբերատար պատասխանում ենք, խոսում ենք, բոլորը տեսնեն, բոլորը տեսնեն, ու այն օրվա մեր բանը, պապիկների հետ Նասենի այգում, բարև ձեզ, ոնց եք, շտապ չենք մտնում, կարևորը տևում է, ամեն ինչ աշխատում է, շարունակում ենք մարդկանց հետ շփվել։ Նասենի այգում մեր սիրելի պապիկների հետ հանդիպմանը, որ ես հատուկ ասացի, որ առանձին կտրեմ դնեն, 150,000 view ունի, ինքը երկար է, вообще երկար բաները շատ չեն նայվում էլ, այդ ինչ ան։ Դե ասում էին, որ 5,000 զոհ, հերթական այդ կեղծ թեզի շարունակություն եւ այլն, մենք էլ ասում ենք յոպե, էլի, մի հատ եկեք բան, ռուսերեն ասած պապոլոչկան։ Կարող է մտնենք, սենց թե ոնց անենք։ Հա, օքեյ, լավ։ Հա, օքեյ։ Ոնց եք տղեկ, բարև ձեզ։ Ու այսինքն մենք թաքցնելու ոչինչ չունենք, այդ ասածս, որ երբ որ նույնիսկ մեզ հանդիմանում են, նախ մենք նստում մանրամասն առանց հոգնել ամբողջը բացատրում ենք եւ այդ բացատրածը եւս մեկ անգամ ցույց ենք տալի մեր մյուս քաղաքացիներին, որ սենց է պետք լինել։ Արջ չկա ոնց որ, հա։ Դատարկա։ Անկից ասած։ Բարև ձեզ, ոնց եք, այլ է ձեզ փոխանցել մեր նախընտրական ծրագիրը վարչապետի, որ դուք որոշեք ում եք ընտրելու, լավ եղեք, ստեսություն։ Ասած այդ խոսակցությունը պետք է հենց տեղի ունենա, հենց դրա համար ենք մենք։ Այո, սենց, հա։ Հա։ Տեսնենք մեր ավակ սերնդի ներկայացուցիչներից դրսում մարդ կա, իրանց հետ էլի շփվենք։ Հա, այդ նույնը 300,000 ադրբեջանցիների իրեք թեմա է եղել այս վերջերս, ու որ իրանք տարածում են, հա, այդ 300,000 ադրբեջանցիների ինչ որ անհեթեթությունը, որ վարչապետը երեք լավ պատասխանեց, որ մենք հայերի ներգաղթենք առաջի անգամ ապահով է, ինչ եք խոսում դուք ընդհանրապես, ինչ որ ցնորքներ եք տարածում աճ ու ձախ, բանն է, այդ զոհերի թեմաներ, որ արհեստականորեն անբարո ձևով ուռճացնում են, եւ բանը, եւ հա, հեսա հա իհարկե, եւ խաղաղության թեմաներ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ մի րոպե խանգարել։ Չէ, պետք չի համոզել, մեր բարև ենք, տեսնենք ոնց եք, առաջինը։ Շատ շնորհակալ եմ։ Հա, բարև ձեզ։ Երեք գնացել եմ տուն, տղես ասում է ինչ ես գնում մարդկաց նարդի խաղալը խանգարում։ Հունիսի 7-ի մասին ինչ եք մտածում։ Մտածում ենք, որ կարևոր օր է, բոլորիցս կախված է մեր երկրի ապագան, յուրաքանչյուրիցս, ներկա եւ բացակա բոլորի։ Ինչ են ասում մարդիկ ինչ են ասում։ ԿՊ-ի համար ոչ նրան։ Հարցը քաղաքացիական պայմանագիրը այսօր մի ուղղություն է վերցրել, որը պետության ուժեղացմանն է միտված։ Իսկ այն մյուսները, որոնք քննադատելու բան լիքը ունեն։ մենք էլ ունենք, մենք իհարկե էլ ենք մեզ քննադատում։ Հա, տեսած երեխեք համեցեք, աշխատում են։ համեցեք, գործը։ Կադրային քաղաքականությունը ձեր լրիվ բացած։ Հիմա ինձնից դժգոհ եք։ Հիմա ինձնից դժգոհ եք։ Չէ, ես գոհ եմ։ Տիկին Ավետյանը մեր էկոնոմիկայի նախարարի տեղակալն է։ Ոչ մեկ չի արել։ Խոսքը դրա մասին չի։ Ես Քոչարյանն էլ վախտովել եմ աշխատել իրան մոտիկ, դրան դրա սաղ գիտեմ Լևոն։ Քասա գայս պետք աշխատել սաղ սիստեմա գիտեմ, որից կաշառտեք ու գնացոր մտա։ Անգի գիտեմ, հա անհատական ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ մարդու էությունը, էլի։ Հիմա մեղավորը գիտեք ինչն է։ Ինչն է, կադրի սխալ քաղաքականություն որ կադրերը հələ ասեք էլի։ Էս ճիշտ է, մարդիկ կան աշխատում, այնքան բերեք այդ երեխեքին, դուք Հեսա ես կպատասխանեմ։ Բերեք այդ երեխեքին դրեք թող աշխատեն։ Համաձայն եմ։ Դրանից է մնացել, ձեզնից է, եթե ձերը նույնիսկ չի կարող։ Արա հանեք դրեք դա գործի թող քույրը աշխատավարձը ստանա, բայց այն ուսը գա ճիշտ գործ արի։ Ով չի կարող հանում։ դատության մեջ։ Հա։
Դա ավելի Ձեր անունը ո՞նց է։ Արայք աղուս։ Արեգ ջան, եթե դեմ Օրոսյան չեք ջան, տենց քննադատելու ասել։ հետո։ Ահա, լավ եք անում, բայց Ինչի ցույց տվեք պետք է արձագանքեմ։ Մնային, որ հիմի հելեն պետության դեմ են։ Ինչի պետք է մնային։ Ցույց տվեք արձագանքեմ, էլի այդ երկու քննադատությունների։ Նայ կադրային իմաստով ճիշտ եք, որ պետքա լավ կադրեր գան պետական ապարատ։ Այդ ձեզից է կապ։ Ձեր դե ոչ հիմա թույլ տակ կպատասխանեմ, էլի տեսեք, պետական ապարատի այդ համակարգը, այդ քաղաքացիական ծառայության ինքը տենց թերություններ ունի բավական եւ նաեւ գրավիչ չի։ Այն որ ասում եք լավ երեխեք կան, այդ լավ երեխեքը հիմնականում չեն ուզում պետության համար աշխատեն, մենք հիմա խնդրում ենք որ Հիմա սա իրավա բան է։ Հա, հիմա խնդրում ենք որ գա։ Արդար հետ սկսեմ արդարադատությունից։ Սա բաժնի պետերը դրած են այն առաջվա մի պետի կնիկ։ Դա པարզ ասեմ։ Արա սիստեմ ասում անգի բերեք հանեք, թափեք գրագետին։ Միջը գրագետին տեղ չտա, ձեզ թիկունքից խփելու է։ Հիմա մենք վարչապետ այս վերջերս շատ է դրա մասի խոսում, պետական ապարատի ռեստարտի Դրանից մասին։ զեմլակն է, չէ՞ բանից, Սունիքից։ Ո՞վ։ Տիկին, հա, Տիկին Ղազարյանը։ Արմեն Խաչատրյանի լավն է, շատ լավ։ Արմեն Խաչատրյանը։ Շատ անկաշար այդպես մարդ, որ ոստիկանությունը աշխատել է եկել, շատ ընտիր տղա։ Արմեն վերջը մի հոգի եղավ, որ քեզ պաշտպանեց։ Ձեր կալան քաղաքական։ Դենա, տեսեք, մեր կադրն ամենն է, մայնակամույնն է։ Ձեզնից գոհենք մեր բանը։ Ումից ասեք, բոլորը չի որ ստեղ են։ Բուժեն առողջապահ։ Հա, Անահիտը, Ավանեսը։ Ավանեսյանը, սաղից էլ գոհ եք։ Մենք աշխատում Այն մեկն էլ աստիճանը Պապոյանի տեղակալն է Անուշիկ Ավետյան, Պապոյանը էկոնոմիկայի շատ լավ աշխատում։ հետո էլ ասում եք դժգոհ։ Չէ, ինձ թվում է ինքը քաղաքծառայության Հա, ինստիտուտի հա։ աշխատակիցների հետ է, եւ այդտեղ մենք իսկապես խնդիր ունենք, բայց նաեւ քանի որ գրավիչ չի պետական ապարատը, մենք շատ մրցույթներ ենք հայտարարում։ Մասնակից չի լինում։ Մասնագետներ, լավ Դիմեք մասնագետներ, ես երիտասարդ գերազանցիկ համարսան, որ ուղեղներով Մեծ հաճույքով։ Մեծ կարող է ձեզ չքծնվեն։ Հաստատ պետք է Պետք չի մենք դեմ ենք խցնվել։ Դիմանից բաժեր կան, որ դու կարող ես ասել։ Տենց էլ պետք է, այո, պետք է բոլորով ուժեղացնենք այս երկիրը ու գնանք առաջ։ Արա, օրենքը, ախր պետք է ով որ Հայաստանի պետության դեմ խոսում նա պետք է դատվի։ Դե մենակ Դեպորտաժը Ռուսինա բաժեր կան, թող գնա Ռուսաստան, Թուրքիա, թող գնա Թուրքիա, չգիտեմ։ Էդի դուք եք որոշում այս պահին։ Հունիսի 7-ին կուղարկեք գրողի ծոցը։ Ով օրենք խախտում է, դատվելու է։ Կասկածեք։ Երեք էլի հերթական բռնվել են, 9-րդ մասիվից են եղել։ Այդ կաշառակերությունը սաղի տները քանդեց։ Այո։ Այսպես որ վեկան ես ունեմ։ Հա։ Դուք ուզում եք, թե դուք էլ ունեք։ Հա։ Շնորհակալություն։ Առողջ։ Էլի կգան, կհանդիպենք։ Ասածներից հետևեք։ Միշտ։ Մինչև դրանք չդատեն։ Ձեր ասածը մեր համար օրենք է։ Բայց բոլոր լավ կադրերին խորհուրդ տվեք դիմել մեր մրցույթներին։ Զգուշ։ Մրցույթը ներավ են խեղճացի։ Արա օրը միտեղ գնում մրցույթը շահումա գնում ռոջիկ չեն տալի։ Հիմա բարձրացնում ենք։ Արտարադատության բաժնի պետերը օրենք բան չեն ասқан, շարքային մշակում գոնե դրան պա։ Տիկին Գալյան, լսեցիք։ Ձեր օրենքը ասում են էսի չէ։ Դաժե տերմիններ կար, ասեմ։ Ասում աղջի ջան, պետք է չի ասում, էսի սենց գարիսա, որ էսի ճիշտ չդրվի այդ բանի մեջ։ Հարապահեք ձեր երկիրը։ Ռոջիկը տալիս է պետություն ավելի։ Այն որ ասում է ակաժների սող արեցինք, լավ եղեք, ստեսցինք, կարոտ ես, ոնց եք։ Բայց կարամ ավելի լավ լինեմ։ Մենակ զգուշացնեմ, որ ուղիղ եթերում ենք, եթե բան եք ասելու, որ չեք ուզում, որ մարդիկ իմանան, կարանք առանձին, եթե խնդիր չկա, հանգիստ ասեք։ Իսկ Արտաշի լուսանկարված խնդիր կա։ 88-89 թվերին քանդվել է Արաբ քաղաքում Սենք։ 88-89 Սովետական միության ժամ։ Երկրաշարժից հետո Հա։ քանդվել է այնտեղ Թարայինի անվան տակ։ Ահա։ Այսինքն բաներն են քանդել։ Պետությունը դուրս արել ու խոստանալը, որ մի տարի մեջ շենքը կվերակառուցեն։ Արդեն 38 տարի է բնակիչները մեկը որ ես եմ բարձով ստեղ այնտեղ ման են գալիս շատ ենք դիմել Եկեք թույլ տվեք, հա, ես տեղյակ չեմ ճիշտն ասած, մի հատ հետաքրքրվենք, եթե պետությունը ոնց որ պարտավորություն ա վերցրել, մի հատ հասկանանք, դա ինչու չի իրականացվել, էլի։ Ես ես վերջերս դիմել եմ նաև վարչապետի աշխատակազմին, դիմում նամակ եմ ուղարկել, այնտեղից իրանք ուղարկել են Արարատի մասպետարան ու ես հույս չունեմ, որովհետև այնտեղից Մի հատ հեռախոսի համար էլի տվեք։ Բնակարան, չէ։ Արարատ քաղաքի կենտրոնում է։ Հա։ Կենտրոնում է։ Ու հույս չունեմ, որ Բայց այդ շենքը կառուցված է եղել, հա,
Ամբողջությամբ բնակեցված շենք ա եղել բնակիչներին, հա, շատ լավ։ Հա, շատ լավ։ Ու ես հույս չունեմ, որ մարզպետարանից նորմալ պատասխան կտա, քանի որ շատ է։ Մի հատ խորանանք, որ սխալ բան չասեմ, էլի ձեզ հասկանանք ինչա ու ձեզ անպայման Ինչ-որ մեկ հետ կոնտակտը վերցնի։ ինֆորմացիա կտանք, լավ։ Ոնց կարանք կապնվենք։ Մի հատ հեռախոսի համար տվեք, մենք ձեր հետ կկապնվենք։ Լավ եղեք, առողջ եղեք։ Ոնց է շենքերում իրավիճակը։ Հա, չի լինում երեկոյան էլ է, գիտեք, չէ՞ դատարկ հիմնականում բակեր։ Երեք պարզել եմ, բան են գնում, բոլորը գնում են մոլ։ Կոֆե կարան գնանք խմենք մոլում, հա, վերջում։ Որտեվ երեկոյան էլ ենք եկել, նենց չի որ երեկոյան չենք եկել։ Նույն վիճակն է, հիմնականում բան ենք անում, խնդրում ենք մեր գործընկերները ինչ որ տենց 20-30 հոգանոց խմբեր հավաքել, գալիս հետները խոսում ենք, էլի։ Բայց մի հատ բարև ենք մեր քաղաքացուն նոր, էլի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Ինչ կա, չկա։ Այս հունիսի 7-ի համար հետ ինչ եք մտածում։ Հա։ Ձեզ փոխանցեմ մեր բուկլետը, որ որոշում կայացնեք։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Փոքրիկը ոնց է։ Մանկապարտեզից է գալիս։ Վայ, տանում եք տուն, որ լավանա, հա, դերթող լավանա։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք հետ մտածում։ Ձեզ փոխանցեմ վարչապետի ուղերձը։ Կարևոր է խաղաղությունը։ Շնորհակալ եմ շատ։ Այս փոքրիկների խաղաղության համար։ Այ, զգուշ։ 16-րդ քվեաթերթիկը վերցնում եք։ Չէ, որ Այո, այո։ Ազգային ժողովում դուք մնաք, այո։ Դուք ստանալու եք բոլոր տեխնացուների թերթիկները, իրանց հերթական համարներով, ու որ ուզում եք ընտրել, տարբերակը վերցնելու եք, ասենք 16 Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եղեք։ Առողջ եղեք, պստո։ Դա հիվանդա դրա համար է։ Մենք են կողմ ենք քայլելու, հա։ Հա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ձեր մասին էլ հատուկ կետ կա։ Մեր ավակ սերնդի ներկայացուցիչների համար լավ եղեք։ Առողջ եղեք։ Այո։ Այո։ Շնորհակալություն, մենք ենք շնորհակալ։ Պարոն Զեյնալյան, հաշվի առնելով այս վերջի փոփոխությունները, եկեք մի քիչ դուք պատմեք, ես մի քիչ մոտիկ կանգնեմ, որ բաները, միկրոֆոնները լսվի, այս առողջության ապահովագրության մասով մարդկանց տեսակետը, դիմելությունը, այդ զգում եք, որ ասենք երկար տարիներ չբուժված դեպքերով են գալիս։ Իրականում մարդիկ այն ով որ անմիջապես առնչվում է այս փոփոխություններին, իրենց մաշկի զգումը շատ շնորհակալ են։ Ուղի, հա։ Շատ շնորհակալ են, երախտապարտ են։ Իսկ դիմելությունը, հա։ Այն ով որ անմիջապես իր մաշկի վրա չի զգում, ինքը չի ստանում ծառայություն, մեկը ենթագիտակցորեն լա հասկանում, ընկալում, հարազատի հայրն է, մայրն է, հարևանն է, բարեկամն է։ Կողքից է, թեկուզ որից մեկը իր հարազատի բուժություն չստանա, մեկը ինքը տեսնում է։ Ու սա նաև փաստացի ոչ միայն այդ թոշակառուների բեռի թեթևացում, այլև իրենց ընտանիքի անդամների, որտեղ միևնույն է բոլոր իրենց ծնողների համար ծախսելու են։ Այնպես չի որ թողնելու են անօգնական, իսկ այն մարդիկ, որոնք որ չունեն բան, հա, չունեն հարազատներ, իրենց համար փրկությունը ընդհանրապես։ Ու դիմելության աճ կա, չէ՞։ Ինչքան գիտեմ, տենց տեղ չկա մոտավորապես։ Դիմողները, չափազանց մեծ է դիմելությունը, որ նամակներ են գրում օրական, այս բժշկի շնորհակալություն, այն բժշկի շնորհակալություն, այս թանկի գումար ծախսեինք, այս առողջություն անվճար ստացանք, այս բան չենք տեսնում, խոսքով բավականին մեծ է ռեզոնը։
Շատ լավ է, շատ լավ է, շատ լավ է։ Ու որ հիմա միած sense ոնց որ մեծ ալիքով բուժվեն, հետո ավելի կայուն կմնան, դեղերն էլ չէ, դե ստանում են ձեր պոլիկլինիկայից դիմումները դեղերը գրվում է։ Հունիսի 7-ին Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ մի րոպեով։ Լավ եղեք։ Հա, այս էլ մեր նորակառուցելի բաներից է, ռեզինով շատ լավ է։ Շատ իդեպ այս բանում նորքում այնքան շատ է, չգիտեմ ուրիշ թաղեր։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մի րոպեով բարևել։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Ուզում եմ վարչապետի բանը փոխանցեմ, ուղերձը ձեզ փոխանցեմ, որ հունիսի 7-ին դեր կանգնենք խաղաղությանը։ Լավ եք։ Ոնց է գործերը։ Հունիսի 7-ը կարևորում եք։ Всё։ Պետք է դեր կանգնենք խաղաղությանը, լավ եղեք։ Հա, պարոն Զեյնալյան, այդ մեր ընդհանրապես առողջապահության մեջ դե ամենակարևոր ռեֆորմն ա եղել այս վերջի 36-5 տարիներին, բայց ես չեմ վարանի նաև ասել, որ ընդհանրապես մեր երկրի բոլոր ռեֆորմների մեջ ամենակարևորներից է։ Որ ասեմ ամենակարևորն է, կարող է որոշ գործընկերներ նեղանան, բայց կասեմ ամենակարևորներից է։ Լինելավսո։ Հա։ Սոցիալական աշխատանք։ Այդ 100% ամենակարևորներից է եւ ֆինանսական իմաստով, սոցիալական իմաստով սենց ասենք, լավ, նույնիսկ առողջապահություն, ընդհանրապես սոցիալական ոլորտին էլ է հաստատ ամենակարևոր ոլորտում, տնտեսությունն էլ իր հերթին, իհարկե։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ անեմ, օգնեմ։ Հունիսի 7-ին հիշում եք, չէ՞, որ տեր են կանգնում խաղաղությանը։ Եթե շատ հեռու եք, իրոք օգնենք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ է գործերը։ Այս փոխանցեմ ձեզ, հետո կնայեք։ Չեք ուզում, չեք մի ուզեք, ոչ մի խնդիր։ Հələ տեսնենք ընդեղ մեր քաղաքացիները ինչ են ասում։ Հա, փողոց է, ժողովուրդ։ Հեսա կգանք, ձեր մոտ էլ կգանք։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ անհանգստացնել մի րոպեով։ Ոնց եք։ Լավ ենք։ Ոնց է գործերը։ Գործերը հեսա նստածելի։ Առողջությունը։ Առողջությունը լավ լիներ առանց պետի կլներ։ Դե պետքա պահպանենք այն ինչ որ ունենք գոնե։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Եթե գախնի։ Ընտրության ինչ է։ Կարևոր է ըստ ձեզ ընտրության գնալը։ Անպայման։ Դե այդ շատ կարևոր է։ Ուզում եմ վարչապետի ուղերձը փոխանցեմ ձեզ, որ դեր կանգնենք խաղաղությանը։ Լավ եղեք, առողջ եղեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ բարևել։ Բարև ձեզ, ո՞նց է։ Դուք լավ։ Ձեր կուսակցության կողմից։ Ինչու։ Որովհետև մարդու արածը պետք է գնահատել։ Այո։ Այդ անդոտ, այդ Դեվիդ Քոչարյանը դերանը ճողթելով էս կոմենտով երկիրը քանդեց, մնացած ինչ ստեղծել եք, եկա տալու են ռուսին։ Չենք թույլ տալու ձեր հետ միասին։ Ուրախ եմ, որ ես իրան եմ ձայն տալու։ Շնորհակալություն։ Լավ եղեք, լավ եղեք։ Այո, ապրեք, շնորհակալություն, լավ եղեք։ Այո, բարև ձեզ։ Ոնց եք։ Ես մի բան եմ Ընդհանրապես բարև։ Թող տենց, էսը լավ։ Որպես Աբել Պագաս խոսան, ես մասնագիտությամբ բժիշկ եմ, հիմա հիվանդ եմ, չեմ թոշակ եմ տա։ Վախեք ծխում։ Էդի պետք է քեզ ասում ես քո գործը չի։ Ես էլ եմ բժիշկ։ Լսի, դու որ բժիշկ ես, ճիշտ է, սպիտակուցները որպես կարևոր սննդամթ է, բայց աղիքներում նրանք որ քայքայվում են, դոկտոր Էդոր Սակուլ են արդեն, որ Դե դրա համար էլ յարդ ունենք, երիկամ ունենք։ Այո, դրա համար է։ Հիմա լսի, Արդեն, այո։ Գիտես արդեն, հունական անունը նշանակում է իմաստուն մարդ։ Գիտեմ, փոքրուց ասել եմ։ Լավ, հիմա որպես Աբել Պագաս խոսանք,
Հասարակ բան եմ ասում, էսի թոշակառուի պապիրոզա, սրա գրից ակցիզը հանենք։ Ակցիզը հանենք, բայց ձեր անունը ոնց է։ Արա կարամ տես դիմեմ։ Արա ջան, տեսեք, մենք նոր մի քիչ առաջ էնել բժիշկ եք, խոսում էինք բանի, սիգարետի վնասակարության մասին, հələ մի հատ էլ ակցիզ հանելու մասին, որ ավելի շատ ծխեն մարդիկ։ Ավելացնում եք, ակցիզն է թանկացնում եք։ Ակցիզը նախ չենք թանկացնում, այդ ինքնուրույն բան է, պրոցես է։ Ակցիզը գիտեք ինչի համար է օգտագործում ամբողջ աշխարհում, վնասակար նյութերի, վնասակար ապրանքների վրա։ Արսեն ջան, գիտես ինչ է, որ խոսում ենք իրար հասկանանք։ Գիտես ինչ է, ես չեմ սիրում քննադատել։ Չէ, կարող քննադատեք հանգիստ։ Ես սիրում եմ, ես աշխատել եմ սիրով, համբերությամբ։ Հա, բայց եկեք առողջությունը փչացնող բաները ավելի հասանելի չդարձնենք։ Գիտես ինչն է փչացում։ Կներեք արտահայտությանը, երբ որ ազգային ժողովում դիմություն ու իշխանություն կրվում են, դա փչացում։ Պետք է կարելի անջատել, պուլտը չնայել։ Ես նայում եմ, մինա, ես որ մի տարի աշխատա, նկատեցի, որ հիվանդությունների մեծ մասը նյարդահոգեկան լարված ստրեսից է։ Հիմի, եթե մարդու ներվերը նորմալ է, ուզում է, ես օրական 4 պայքար Ես ձեզ գիտեք ինչքան ես գիտեք ձեզ ինչքան առողջություն եմ ցանկանում, որ դուք թարգեք ծխելու առողջ եղեք։ Չէ, չեմ թարգի, ես սիրում եմ ծխել։ Լավ եղեք, առողջ եղեք։ Ապրեք։ Այն կողմը մեզ սպասում էին, թե չեն սպասում։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չմեկնաբան եմ մեր քաղաքացու։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ է գործերը։ Թույլ կտակ փոխանցեմ։ Որ հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կատարենք։ Լավ եղեք։ Չմեկնաբան։ Ո՞նց եք։ Ո՞նց է գործերը։ Մեր ընկերը ասում է 20 հատ տվեք։ Ինչ, բուկլետ տանք, որ բաժանեք։ Մեծ հաճույքով։ Մեծ հաճույք։ Հա տվեցիք, հա, օքեյ, թողնա այս իմ մոտ։ Լավն է։ Հələ մի հատ եկեք տեսնենք ստեղ ով կա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ բարևել։ Ոնց է գործերը։ Շատ չխանգարենք։ Հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Կարևոր է թե չէ ընդհանրապես ընտրության գնալը։ Չէ, գնալը։ Կարևոր է թե չէ։ Որտեղ մարդը ասում է ինձնից ոչ մի բան կախված չի եւ այլն, բայց ամեն ինչ իրանից է կախված։ Չէ, գնալու ենք, մի հատ էլ մեզ տվեք։ Վարչապետի ուղերձն է ու մեր նախընտրական ծրագիրը, որ տեր կանգնենք խաղաղությանը, որ ունենք, որտեղ ավելի կարևոր բան հաստատ չկա։ Առողջ եղեք։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Անթորիսյան, հիշում եք, տարիներ առաջ, երբ որ մենք ընդդիմություն էինք և իշխանություն էր այլ կուսակցություն։ Այլ որն է այսօրվա եռագլուխ պատերազմի կուսակցությունը։ Որ ես պես դեպք չեմ հիշում, որ այդ ժամանակվա իշխանությունը սենց մարդկանց հետ խոսելով։ Դե իրաց մոտ ուրիշ մեխանիզմ էր աշխատում։ Պահել մարդկանց աղքատության և ստրկության մեջ, վերջում օրինակ անել անվճար բժշկական ակցիաներ գյուղերում։ Պարոն Զեյնալյան, հիշում եք, եկեք մի հատ էս կարևոր թեմա է, էլի։ Հիշում եք նախընտրական պերիոդներում պետական եւ ոչ պետական հիվանդանոցները գնում էին մարզեր բաների, ակցիաների։ Այդ ինչի է։ Այդ ըստ էության ընտրակաշառք էր։ Այդ կախիկ ընտրակաշառքն էլ մի կողմից, հա, բայց մենք ինչ ենք անում։ Մենք ասում ենք ժողովուրդ ջան, մեր պետությունը զարգացել է, տնտեսությունը զարգացել է, գումարները պետական բյուջե ավելացել են, մենք բոլորին եւ հավերժ տալիս ենք այդ ծառայությունը, որ կախված բարև ձեզ։ Ոնց եք։ Ձեզ ուզում եմ վարչապետի ուղերձը փոխանցեմ, որ հունիսի 7-ին տեր կանգնենք խաղաղությանը։ Շնորհակալություն, ես եմ շնորհակալ։ Ու անկախ մարդկանց համակրանք։ Այո, իհարկե, ինչի մասն է խոսքը։ Հիմա ես վստահ եմ մեր քաղաքացիներից իհարկե մի մասը մեզ չեն ընտրելու, բայց դա կարևոր չի։ Ես ամեն օր ասում եմ, ի՞նչ տարբերություն։ Մեր քաղաքացիներն են։ Հավանաբար ընդդիմադիրների ընտանիքի անդամներ։ Իհարկե, ինչի մասն է խոսքը, բարև ձեզ։ Ու այդ կոնտրաստը էլի, այդ ոչ տիկին Ավետյան այդ հարցը բարձրացրեց, բարև ձեզ։
այդ հարցը բարձրացրեց, այդ նախկինում ոնց էր իշխանությունը հարաբերվում ժողովրդի հետ, ոնց էր վերաբերվում քաղաքացի։ եւ վերաբերվում եւ նախընտրական փուլում հարաբերվում, պահում էին ստրկության մեջ, աղքատության մեջ, նախընտրական պերիոդում բաժանում էին ընտրակաշարք, այդ ակցիաներն էին անում, այո, ակցիաներն էին անում, որ մարդիկ ստիպված, քանի որ այնքան վատ էր իրանց վիճակը, որ գնան ընտրեն այդ նույն իրանց հարստահարած ու աղքատության մեջ պահած մարդկանց։ Որ հաջորդ անգամ էլի կբերեն։ Հա, նույն ձևով այդ 20 կամ 30,000 դրամը Ձևի կախվածություն էին մարդ, այսինքն այն բարև ձեզ։ սոցիալական խոցելի։ Կարա ձեզ բարևել։ Ոնց եք։ Կարա նույնիսկ ձեր կողքը նստել մի րոպեով։ Ամեն ինչ կարելի։ Ոնց է գործերը։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Կարևոր է ինքը ընդհանրապես այդ ընտրությունները, բանը։ Ես ուզում եմ ձեզ վարչապետի ուղերձը փոխանցեմ, որ տեր կանգնենք խաղաղությանը, քանի որ կարծում եմ ու դուք հաստատ դա ամենաշատը կգնահատեք, մեր ավագ սերնդի, մեր մայրիկները, տատիկները, թե խաղաղությունը ինչքան կարևոր է, որ մենք մեր երեխաները մենք այլևս զրկանքներ չկրենք ու իմաստուն գտնվենք այնքան, որ խաղաղ երկար պահենք այն ինչ որ ունենք, հարատև խաղաղություն ունենանք։ Մեր մի հատ գործընկեր ունենք, ասում է 100-ամյա խաղաղություն, բայց ես 100-ամյային էլ համաձայն չեմ, հարատև խաղաղություն։ Դե լավ եղեք, առողջ եղեք։ Շատ շնորհակալություն ձեզ էլ բարի ճանապարհ։ Բոլորիս, որտեղ դա մեր ժողովրդի նպատակն է։ Բոլորիս։ Շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, ստեսություն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Իրականում հիմա էլ են փորձում։ Հա, կա տենց բաներ։ Հա, այդ ընտրական այդ բանը ճիշտ է, ձերբակալությունը, բայց ինչ են վճարում են ծառայությունների դիմաց ստանալու համար։ Հա, էլի ուղիղ ընտրակաշարք կա։ Իրատության գումար։ Այո։ Ես հիշեցի, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը Դե ջեմ եմ, դրանք չեմ էլ ասում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ եք, ինչպես եք։ Լավ։ Փորձում ենք ավելի լավն է։ Հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Կարևոր է թե չէ, ընտրության գնալը ընդհանրապես։ Դե կոչ ենք անում մասնակցել, որ ձեր ձայնը չկորի ու ուզում եմ փոխանցել վարչապետի ուղերձը, որ տեր կանգնենք խաղաղությանը, որ մեր երկրում հաստատվել է ուժեղացնենք ու ամրապնդենք այն։ Լավ եղեք, ստեսություն։ Հա, մուրաբա, տուկիթել, այդ սաղ գիտեմ, կանանիշ Մարդկանց դիտավորյալ պահում էին։ Այո, նույն այդ բանը, անապահովության համակարգը, այդ փարոսը 20,000 դրամ ամսական փարոս տալով 100,000-ավոր մեր ընտանիքների։ Իսկ մենք ասում ենք, որ պետքա աշխատենք, ապրենք, ուժեղանանք եւ տիկին Ավետյանն ասում էր 2.5 անգամ բանը մարդաշնչով հնան աճելա 8 տարում 2.5 անգամ Այդ փարոսը մարդկանց աղքատության մեջ պահում։ Այո։ Արարատի մարզում ես մեծացել եմ Արտաշատ քաղաքում։ Բարև ձեզ։ Ոնց եք, այլա ձեզ բարևել։ Ոնց է գործերը։ Ուզում եմ ձեզ վարչապետի ուղերձը փոխանցեմ, որ տեր կանգնենք խաղաղությանը, որը շատ կարևոր է։ Այս էլ որպես բան, ապացույց խաղաղության մեր երեխաների կրթության։ Նա ցույց տվեք, այս որ դպրոցն է ժողովուրդ։ 139, այս բանն է, պարոն Զեյնալյան, Տիկին Ավետյան, Տիկին Ղազարյան, մեր դղյակներն են, այն որ ասում են դղյակներ են կառուցում, երեգել մի հատ կալուգացի օլիգարխ ասում էր խելք չունեն, որ դպրոցներ են կառուցում, ընդհանրապես խելք չունենք, եկեք հլը։ Մեզ այն ժամանակ որ քանդում ենք դպրոցը հիմնովին օրոքի ենք։ Չէ, բայց եկեք մի հատ ասենք, այսօր երեք մեկը ասում էր, որ մենք խելք չունենք, որ սենց դղյակներ են կառուցում, հա։ Այս մեր երեխեքի դղյակներն է, նա ցույց տվեք, էլի ամբողջությամբ, էլ տեսքը զրոյ։ Եթե թույլ տակ էլի, մի քանի քայլի վրա նմանատիպ դպրոց Չինականը, չէ։ Հա, քրոջս երեխան ասում են չինական, բայց չինարն է սովորացնում, հա։ Քրոջս երեխան, եթե չեմ սպառվում, դեռ է սովորում։ Հա, սեյսմակայուն դպրոցներն է, հա։ Շատ հզոր է։ Այն օրը ես Աբովյան քաղաքում էլ մի հատ տեսա այդ սեյսմակայունով խաղը։ Ներառական Մարդ պարզապես նախանձում է, որ մի հատ էլ սովորի սենց դպրոցներում։ Ու սա միլիարդավոր դրամներ այն, որ ասում են
բան բյուջեն ինչ եք անում, բան, հեսա, տեսեք ժողովուրդ, ինչ ենք անում, պետական բյուջեն։ Պետական պարտքի մասին ընդհանրապես խոսել են եւ մայիսի 28-ին էլ դա ցույց կտանք բոլորին։ Ու այս դղյակները այնքան շատ են, որ չի լինում չտեսնել։ Այն օրը Մարտիրոս գյուղում էինք, ես էլի տեսա 0-ից կառուցում են Երևանում շատ տեղեր ու բոլորը կառուցվելու են։ Բարև ձեզ։ Ձեզ ուզում եմ վարչապետի ուղերձը փոխանցել, որ հունիսի 7-ին տեր կանգնենք խաղաղությանը։ Բարև ձեզ։ Հա, խմեք։ Բայց բարիս բուն իմաստով վերջն է, էլի։ Հա, մի 1000 հոգի երևի կսովորի, չէ՞ ստեղ։ Այս դպրոցները, բան թորսեմ, հենց սեյսմական դպրոցները, ընտրվում են այն դպրոցները, որոնք որ իրոք սեյսմիկ լուրջ խնդիրներ ունեն։ Որոնք կարող են քանդվեն, էլի, օրինակ ինքնըստինքյան։ Երեխաների կյանքի անվտանգության համար մեծ ռիսկ են պարունակում։ Այդ աստիճաններով բարձրանալուց Ճոճվում է։ Չէ, սա ֆանտաստիկ բան է եւ ընդհանրապես ներդրում ինքը ծախսի, ինքը ներդրում է բարձ բուն իմաստով ապագայի մեջ մեր երեխաների ու ես ասենք լավ ինչ ասեմ, այն որ ասում է խոսալ չգիտեք, գոնե լռել չգիտեք, ուրիշ բան բանի կպեք մեզ։ Ասեք գույնը դեղին պետք է լինի, կարմիր պետք է լինի օրինակ։ Հենց դա էի ասում մի քիչ առաջ, որ այն օրը Աբովյանում էի նմանատիպ տենց դպրոցում, սենց նայում եմ ասում եմ, արա ես 44 տարեկան, ոչ թե ասենք 8 տարեկան, որ գա ես դպրոց։ Իդեպ երբ որ նմանատիպ դպրոցներ կառուցվում են հայտերի ժամանակ, ահա որ մեծ հրցակցություն է, որ հենց այս դպրոցում երեխաները կան։ Իհարկե։ Վերևի դպրոցը։ Ես այն օրը ռադիոյում մի հատ բանի էի մասնակցում, ասաց մասնավոր եւ պետական, ես հիմա գիտեմ ու օրինակները կարում եմ, մանյակ դպրոցների չեմ, մանկապարտեզների մարդիկ հերթագրվում են պետականում, մասնավորից տեղափոխվում են պետական, ոչ թե որ չեն կարողանում վճարը տալ, այլ հակառակը ասում են մի րոպե, բայց պետականը ոնց որ թե ավելի լավն է։ Այդ թվում պայմանները, պայմանները, պետական ծրագրերը, ուսուցիչների վերապատրաստումը վերջը դժվար է ամեն ինչ թվարկել, հա։ Ոնց։ Սենց գնանք աչող այգով, հա։ Կարանք եւ ձախ Այս թաղապետարանի հետևի այգին է, չէ։ Կարանք տես քայլենք ու հետո գնանք նորից շտաբ, հա։ Տես քանի որ խոսեցինք, հա։ բանը, նույն սեյսմիկ ծրագրի շրջանակում, երբ որ ես փոխվարչապետ։ Ասական զարգացման բանում էի աշխատում։ Հա, ճիշտ է։ Բայց sense գնանք, էլի, այստեղ մարդիկ կան, հա։ Եվ Ֆիլիպիններից մի քանի աշխատակիցներ եկանք Հայաստան Ասական զարգացման բանկի ծրագրերը նայելու, գնացինք Սասունիքում մի դպրոց կա, որի սեյսմիկի շրջանակներում պետքա կողք կառուցել։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ձեզ ուզում եմ բարևել։ Ոչ շնորհակալ եմ։ Ոնց եք։ Ես մեծ իրոք կարծեմ, շատ գործերը։ Ես մի բան եմ ուզում խնդրել։ Համեցեք։ Մեր բժիշկներին մի քիչ ասեք թող մարդկային վարվել էլի։ Որ բժիշկին ասեք կոնկրետ։ Պետականում տղա զինվորական է, ես գնացի, մենք ունենք դիստոպիա, կա մի խնդիր, որը ճնշման բարձրացում է տալիս մինչև հաղորդանասի։ Սոնոգրաֆիստ ապարատը դրեց վերցրեց, մեր կողմից ոչ մի խնդիր չկա։ Ոչ չկար ինչ ասեր, հա։ Ես էլ ասեցի երիկամը հրեցիր, գցեցիր տեղը, 3 անգամ նայեցի։ Հա, չի տեսել նկատի ունեք, հա, օքեյ։ Չի նայել որ տեսնի։ Ցավոք սրտի տեսեք, եկեք սենց անենք, ցավոք սրտի ես երդ համաձայն եմ, որ մենք ունենք ոչ բարեխիղճ բժիշկներ, բայց եկեք սենց չասենք, որ բոլոր բժիշկները, չէ, փոքրամասնությունն է այտենց, ակնհայտորեն տենց է, հա, բայց այդ փոքրամասնությունով զբաղվելու մեխանիզմ ունեն, տեսեք, այդտեղ մեխանիզմ կա զբաղվելու իրանցից կամ ազատվելու այդպիսի բժիշկներից կամ իրանց կարգի հրավիրելու։ Եթե մեզ տվյալներ տակ մենք կզբաղվենք։ Տվյալներ չեմ կարող տամ, բայց դուք կարաք հետևեք, կարաք ստուգեք։ Ինձ ասում է ես վիրահատված եմ, ասենք որ դուք գնաք հաստատ կիմանաք ով է։ Ես վիրահատված եմ, հավես չունեի նայելու։
Ես Չի կարելի, դա անթույլատրելի է։ Քանի երեխու ճակատագիր ես Դա անթույլատրելի է, դա անթույլատրելի է, դա անթույլատրելի է։ Եվ մենք պարոն Զեյնալյան բան ունենք, չէ՞, էթիկայի հանձնաժողով ունենք հիմա նախարարությունում, որտեղ իրանց հարցերը քննարկում ենք։ Ես տեսնել շատ ուրախ եմ, որ հանդիպեցի։ Ես կյանքում չեմ արել sense բան, որ բողոքեմ ինչ-որ մեկը։ Չէ, կարող հանգիստ բողոքել։ Այնքան ոնց Ես հասկանում եմ ձեր զայրույթը։ Ես մեջ էի ընկել, որ իմ երեխան ունի խնդիր։ Ես էլ ասեցի, բայ եթե իմ երեխան լավ է, դուք ինչ եք դեղ գրել որ խմի։ Իհարկե ինքը չէ։ Ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում։ Մենք այդ ամեն ինչով պետք է զբաղվենք։ Չեմ հասկանում էլի ոնց կարելի է։ Տենց ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում ձեզ։ Լավ եղեք։ Դուք էլ առողջություն ձեր տղային ձեզ էլ։ Պարոն Զեյնալյան, տեսեք այդ մեր համակարգերը, որ ներ ենք դնում, ներ ենք դրել, իրանք կարևոր են, էլի, փաստորեն, որ մեր գործընկերները ավելի ուշադիր լինեն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալություն, դուք լավ եք։ Ոնց է գործերը։ Նորմալ։ Ինչ եք կարծում ես ընտրությունների մասին։ Սենց էլ կարծում ենք, ուրիշ ոնց կարծում։ Ինչի եք դրանց կարծում։ Ինչի եք դրանց կարծում, ինձ հետաքրքիր է պարզապես։ Ինչն է կարևորում, ամենակարևորը։ Մի բառով։ Այս մի քանի տարիների ընթացքը։ Իսկ ես կարևոր բառ կա։ Էսրան ես անդրադառնալու կարիք չունեմ, որտեղ արդեն ինքն անդրադարձած է լրիվ հասկացա։ Ամենայն դեպս ես մի քանի տարիների ընթացքը ինչ որ ես տեսել եմ։ Ու պիտի տեր կանգնենք, չէ՞։ Որտեղ եթե մենք չկանգնենք, այդ ապտտվելով։ Միանշանակ, մեր ձեռն ամեն ինչ։ Լավ, այ ձեր ձեռն ամեն ինչը։ Ամեն ինչ։ Լավ եղեք։ Ոնց եք։ Լավ։ Իմ մաման թոշակառ է օգտվում այդ ծրագրից, շնորհակալ եք։ Մենք ենք շնորհակալ ու երկար տարիների կյանք ենք մաղթում։ Երկար տարիների կյանք բոլորին։ Մենք գոհ ենք։ Մեր ընկերները 30 հատ բուկլետ են ուզում։ 30 հատ մի քանի հատ կտան, հա։ Լավ եղեք, առողջ եղեք, ձեզ էլ բարև եմ։ Բոլորի սախտալակն է։ Տեր ենք կանգնելու։ Այո, տեր ենք կանգնելու մեր խաղաղությանը, մեր երկրին։ Ապրեք, որ դուք կաք։ ապրեք, բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Թույլ կտաք ձեզ է փոխանցեմ մեր բուկլետը ու կոչ անել, որ տեր կանգնենք խաղաղությանը։ Լավ եղեք։ Հա։ Ժորժան, արեք էլի է դրա այդ բան։ Հա, երբ որ մենք եկանք այդ մարդկանց։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է փոքրիկը գնում է դպրոց, թե դպրոցից է գալիս տուն։ Լավ է սովորում։ Թվանշան դնում են ձեզ, թե դեռ չեն դնում։ Այդ ես մինչև չեմ հասկանում, ոնց են որոշում լավ է սովորում, թե վատ է սովորում։ Հա, գիտեմ, սմայլիկներ են նշանակում, սրտիկներ են նշանակում, չէ՞։ Հա, գեցես։ Այս ընտրությունների մասին ինչ եք մտածում։ Շատ բան եմ մտածում, բայց կարևորա թե չէ։ Կարևորա թե չէ։ Տեր են կանգնելու, որ այս մեր փոքրիկները խաղաղ երկրում մեծանան։ Դե թույլ տվեք ձեզ վարչապետի ուղերձը փոխանցեմ ու կոչ անեմ, որ մասնակցենք ընտրություններին, լավ եղեք։ Դե ձեզ չկանգարենք։ Այդ վարչապետ ամսի 20-ին։ Մի րոպե։ Երբ է գալիս։ 22-ին իսկ Այս իմը քեզ։ Խնամքով կվերաբերվես։ Խնամքով կվերաբերվես։ Պետք չի որ իմանա, պետք չի կմեծանակ իմանա։ Չէ, թող ճանաչի։ Կմեծանակ իմանա, լավ եղեք։ Ստեսություն ձեզ։ Անցնենք, չէ՞։ Բայց գծի վրա ահագին խանութներ տալիս մարտի վայր։ Ես մի հատ էլ ունեի, ոնց որ հա։ Այգում պատտվենք։ Բայց այս կողմը ավելի մարդաշատ չի։ Ֆանտանների մոտով, չէ, եկեք սենց պայմանավորենք, մի հատ հիմա սենց գնանք, հետո մետ առանձին այս կողմը կգանք, վաղը կգանք, օրինակ, բարև ձեզ, ոնց եք, ոնց է գործերը, կայլա բարև եմ ձեզ, թույլ կտակ ձեզ փոխանցեմ մեր ուղերձը վարչապետի ու կոչ անել, որ տեր կանգնենք խաղաղությանը, լավ եղեք, բարև ձեզ, հա, մի ոպ ընդ է անցում չկա, իսկ գետնը անց է չկա, հա, ստոր գետնայով կանցնենք, Բայց դախի պրայլի կխանքնենք, հա, չէ, բանը, ձեզ ուզում եմ վարչապետի ուղերձը փոխանցեմ ու կոչ անեմ, որ տեր կանգնենք խաղաղությանը, լավ եղեք, առողջ եղեք։
Բարև ձեզ։ Ոնց եք։ Շտապում եք թե մի րոպե ունեք։ Ունեմ 10 րոպե ունեմ։ Ոնց է գործերը։ Ընտիր։ Ինչ եք կարծում այս հունիսի 7-ի համար։ Կարևոր է։ Մեր օգտին։ Ժողովրդի օգտին։ Ու տեր կանգնեն խաղաղությանը։ Այս նշանից ցույց չկար թե Վարչապետը ամսի 22-ին գալու է մասիվ։ Կգաք անձամ կվերցնեք։ Լավ եղեք, անպայման։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Ուզում եմ վարչապետի ուղերձը փոխանցեն, որ տեր կանգնեն խաղաղությանը։ Միասին, ձեզնից է կախված ամեն ինչ։ Լավ ենք։ Այո, ձեզնից է կախված։ Մեր կարևոր խոսակ զգուշ բանը կամանն է։ Իսատ ամանում, բայց այս թումա քաղաքացիները շփումը ավելի կարևոր է։ Այո։ Չնայած ուղի եթերն էլ է կարևոր, բարև ձեզ։ Այդ կարճ ասեմ, որ մենք եկանք գնացինք Սասունիկում սեյսմական դպրոցեր էլի կառուցվում, կողքը հին դպրոցն էր, որտեղ հենց այցելություն կատարեցինք երեխեքին տեսանք։ Սենց տակով։ 2000-ականներին էր կառուցվել այդ դպրոցը։ Հայտի է, ամբողջ շենքը, երկրորդ հարկը ճոճվում էր, պարոն Թորոսյան։ Դուք մեզ կներեք։ Այնքան հուզիչ էր, տարբերություն տեսնելը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Չխանգարեմ ձեր խոսակցությունը, վարչապետի ուղերձը փոխանցեմ։ Ու տեր կանգնենք մեր խաղաղությանը։ Լավ եղեք։ Որ մեզ հետ եկած բորդի անդամները հուզվել էին։ Հա, բարև ձեզ։ Ոնց եք։ Հա, այդ բաները մեր։ Սենց կարում ենք, չէ՞ դուրս գան։ Հա։ Այս մայթում, այս չէ որ նույն բանով էլի տասքով փակենք, հետո իմանանք, որ ուրիշ տարածք էլ գնանք, էլի, հա։ Բարև ձեզ։ Տպեք էլի ժողովուրդ, ում որ չենք հասցնում տեսնել։ Հա, իհարկե։ Բայց այս չի աշխատում, հա։ Ոնց է, կներեք։ Բայց ես մի անգամից թերություն տեսա մեր աշխատանք, ես աշխատում, հա, թե չէ, որ։ Մենք մեր գործընկերներին հեսա կասենք, որ զբաղվեն, բայց փոքրիկը ոնց է, մի տարեկան կա։ Համարը ճիշտ գուշակեցի։ Խաղաղ երկում պիտի ապրի, չէ։ Ու մենք պետք է դա որոշենք։ Ապրեք։ Հա, դե լավ եղեք, բայց արևին շատ մի պահեք։ Չնայած D վիտամին է, բայց շվառի, հա։ Իհարկե կարելի է։ Այսօր տանք թողնում ենք արև։ Եկեք ժողովուրդ։ Արնա կամոր նարի։ Հա, մեր գործընկերներն են պատգամավոր, փոխնախարար, Անուշիկ, կանգնիկ մեր տեխնացուներից։ Լավա, իրան կարևոր չէ հիմա։ Կարևորը որ ինքը մեծանա, հասկանա, որ մեծերը ճիշտ որոշում են կայացրել ժամանակին։ Այո, մերսի շատ։ Առողջ եղեք, շնորհակալություն։ Ամսիկ 22։ Ոնց է։ Ոչինչ շնորհակալություն։ Ես իմը տալիս եմ ձեզ։ Բայց չէ շնորհակալություն։ Չէ, տալիս եմ։ Բայց ամսիկ 22-ին վարչապետը գա։ Շատ բարի։ Լավ եղեք, բարև։ Աղցես։ Լավ տակացավ եղանակը, բարև ձեզ։
այդ բանը խնդրենք մի հատ նայեն, էլի, այդ թաղապետարանից այդ քիչ է աշխատում, հա։ Եթե դրածա պիտի աշխատի, էլի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ բարևել։ Ոնց է գործերը։ Ձեզ ուզում եմ վարչապետի ուղերձը փոխան։ Այլ ժողովրդի մասին է խոսքը։ Ու խաղաղությունը պետք է միանշանակ, միանշանակ, ամսի 16-ի։ Ամսի 7-ի համար 16-ի։ Լավ է, լավ է։ Ես վարդերի մեջ է, լավ է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ փոխանցել ուղերձը մեր։ Merci. Asatzelem yok. Nasıl sonra? Hayatlarız devamlı olacak. Ne farklı var? Harika.
Երեխեք ես շտաբում եք։ Բանկի տեղը ցույց տա։ Որտե՞ղ են եկել Չոքտեն կապերը, ստես մոնոլից են գերում։ Եսի բան դու մասին գերես են։ Եկեք Մենք որ գիտենք ում է։ Այո։ Գրել շատ պետք է քննում են յամացած անպայման փորձեք ելակը անաղարտ Սենց գնանք, կարանք այգու մեջով գնանք, ձախով իջնենք, չէ, չենք եղել ես այգում։ Իսոր արդեն ես մանով հարավար նաև
Առաջինն եմ։ Դե հա, ինչի խանգարի։ Հա, մենք վերում են բալիկների կնած չեն։ Հա, մենք հա երևի չխանգարել։ Անցումա։ Բայց ինքը շատ լավ Հիմնական է։ երեխեքի հետ են։ Սա էլ նոր ենք նորոգել, բանտոսն ենք են ամշարված։ Շատ ինչ է։ Նստարանները, լուսավորությունը, լուսարաններում ենք նորոգած են։ Այն աչիվը միատնը։ Ես ոնց է կորցում եք։ Այս ոնց անենք, ուղիղ գնանք մինչև հետո դուրս գանք դպրոցի դիմացով թեքվենք, թե... Չէ, սենց կարանք, պարոն Թորոսյան ջան։ Վերածննդի այգի, պարոն Թորոսյան։ Հա, երեկոյան բան է, մեր ֆորմատը սենց է, անում։ Երեկի քայլում ունենք, երեկոյան ավելի այս կոմպակտ հանդիպումներ երկարակարգ զրույցավորում, բովանդակային հարցերի շուրջ ոտքի վրա մի քիչ մոտ չի ստացվում խորանալ։ Ես դուրս են գալիս մյուս նորակառույց դպրոցում։ Այո, այո։ Մի հատ էլ ցույց կտանք մեր քաղաքացիներին։ Մեր հաջորդ դղյակը ըստ էության ամեն մի քանի 100 մետրի վրա տարբերություն։ Գներակլական եկեղեցու սեփականությունն է։ Այդ է։ Դրանորքումը այնքան է հայ։ Ոչ եկեք։ Հայր ժամանակ սրերով փակել էին, դերերով փակել էին։ Ես գիտեմ, որ այն օրը Սևանում էինք վարչապետի հետ, իրանց կենտրոնական հրապարակի դիմաց մենք շատ լավ սիրուն շենք է, մշակույթի տուն։ Ու քանդվում է, բառս իմաստով։ Ամեն ինչ սարքել է, բացի դրանից, քաղաքացի եկեղեցու խնդրում է շենքը սարքի կստանա։ Նույնը Փալինին էր մանկապարտեզ խաղաշնու, որոնի վերցրել ոչինչ չեն աշխատում։ Նա չան զերտեկան անցնել է։ Հա, նա դա առանց դասա պրոցեսը խանգարի մոտիկից պոստություն ստանա։ Ինչի՞ մեր հաշտական հաջող դիակը։ Ասենք 1500 հոգու համար դրյակ է, 1500 հոգու համար։ Նա բան է, դու կարող ես անցնես մոտիկից ցույց տալ, ինչպես սպասես, էլի որ բան չա, մյուս մայթից պարզապես ցույց տուր։ Չկա գիտեմ ստեղ ասա։ Աջան։ Պարոն Թորոսյան։ Չէ, պես։ Ինչ է։ Չի կարող։ Եվ եւս այդքան պետք է կարողացնենք։
Զգուշ ելեք։ Դե հարգելի բարեկամներ, զգուշ նվագ։ Այսօր այս տունը ավարտային, մեկնակի տեժան քայլեցին, երկրորդ զանգվածին մի չէ, վաղը ես չկամ, բայց խնդրեմ գործընկերներ կխանեմ, վաղը ես կապնագիրեմ, բայց շաբաթ կիրակի էլի ստեղ ենք, սիրում ենք բոլորիդ, ավերեք։ Ինձ ձեռքեր զբաղված եմ, մեկ ձեռք փոխանցում։